Սարգսյան, մի նյութի հետ կապված ձեր կարծիքն եմ ուզում ասեք, հետքներ հրապարակել այդ մասին, որ հնդկական դեղեր են Հայաստան եկել ուռուցքաբանության հետ կապված եւ հենց առողջապահության նախարարությունն է թույլտվություն տվել այդ ընկերությանը, բայց դեղերը պարզվում է բավական անարդյունավետ են։ Ինչու է թույլտվություն տվել, եթե որակը պարզել եւ ինչ անգամ։ Ես բերում եմ։ Հետքը ինչպես կարող է պարզել դեղի անարդյունավետությունը, հետքը ունի լաբորատոր կարողություններ։ Ես ծանոթ չեմ հոդվածին, բայց ինքը հարցը արդեն խնդրահարույց է։ Հետքը չի կարող ուրեմն դեղի անարդյունավետության հետ կապված եզրակացության գալ։ Ես իհարկե կծանոթանամ ինչումն է բանը, ով պիտի տար, առողջապահության նախարարությունը պիտի տար թույլտվություն ներկրման եւ ես նորից եմ կրկնում, պետք չի թիրախավորել որևէ երկրի արտադրություն եւ այստեղ պետք է շատ զգույշ լինենք։ Հնդկաստանում այսօր արտադրվում է ամբողջ աշխարհի, մի օրինակ բերեմ, պատվաստանյութերի 60%-ը եւ դրանք բարձրակարգ արտադրություն են։ Եթե կա կոնկրետ որևէ դեղի հետ կապված, կխնդրեմ գրավոր դիմել մեզ, մենք կիրականացնենք մասնագիտական փորձաքննական աշխատանք եւ արդյունքի մասին իհարկե մեր քաղաքացիներին տեղյակ կպահենք, բայց պիտի լուրջ մոտենալ։ Ես որևէ բան խնդիրներ ունեն։ Ես որևէ բան չհերքեցի, ես ասեցի, դուք ասում եք հետքը ասում է անարդյունավետ է, հետքը չի կարող նման պնդում անել, չի կարող նման պնդում անել, տեսեք, դեղի, որակի։ Ասեք, տիկին նախարար, եթե կարծում եք, որ այդպես չի, եթե թույլտվություն եք տվել ընկերության, նշանակում է դուք պետք է փորձարկություն անցած։ Ես մինչև հոդվածին չծանոթանամ, որևէ հավելյալ բան չեմ ասի։ Նորից կրկնում եմ, դեղի որակի հետ կապված կարող է եզրակացություն տալ միայն մասնագիտական կառույցը, որը ունի փաստաթղթերի փորձաքննության եւ որակի լաբորատոր փորձաքննության արդյունքներ։ Կներեք, տիկին նախարար, հիմա քանի որ արդեն կա, հա, այդ դեղերի շուրջ քննարկում, հնարավոր է նախարարությունը նախաձեռնի ինչ-որ ուսումնասիրություն։ Անպայման, բայց ինչպես կարող է հոդվածը տվել, մենք չանդրադառնանք, միանշանակ իհարկե։ Փորձաքննության կընթացվի մանկական դեղերի հետ կապված է։ Ժորժ ջան, ինչ կապ ունի մանկական մեծահասակների դեղերի հետ կապված որևէ հաղորդումը մենք միանշանակ դիտարկում ենք եւ ունենք մի մեծ կառույց մասնագիտական, որը հենց դրանով է զբաղվում։ Պիտի նշեմ, որ վերջերս անցյալ տարի հագեցվել է այդ ուրեմն դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջ լաբորատոր կարողությունները եւ մենք ինքներս հետեւողական կլինենք բարձելու, բայց նորից եմ կրկնում, պետք է շատ զգույշ լինել նման հայտարարություններ անելու առումով։ Տիկին նախարար, կան տեղեկություններ, որ հնարավոր է առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները միավորվեն, այս հարցը նաեւ պարոն Թորոսյանին ենք տվել, դուք ինչպես եք մեկնաբանում։ Ինչ ասեց միավորվել։ Դուք ասեք, հետո կասեք։ Ես նման տեղեկություններ չունեմ, նման քննարկումների, անգամ քննարկումների մասին լուրջ չունեմ, լսել եմ էլի մամուլից եմ նրան կարծիքներ լսել։ Արսեն Թորոսյանին էին տեսնում ըստ մամուլի շրջանառող լուրերի, որ սուպեր նախարարն է լինում։ Այս առումով եւս մտահոգություն չունեք, որ դուք բացարձակ։ Ես կարծում եմ, որ պարոն Թորոսյանը շատ լավ առողջապահության նախարար է եղել եւ հիմա էլ սոցիալական աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար է։ Ես կարծում եմ նրանք ունեն իրենց կոնկրետ գործառույթներն ու եւ շրջանակը, առողջապահության նախարարությունը իր եւ որևէ անգամ նախկինում, երբ որ մեր կառավարությունը նոր էր ձևավորվում 19 թվականին, նման խոսակցություններ չեն եղել եւ ըստ էության չեն էլ կարող լինել։ Շատ տարբեր են դրանց շրջանակները։ Տիկին նախարար, կորոնավիրուսային այդ համավարակի իրավիճակը Հայաստանում ինչպես է, արդյոք դեռ պարտադիր է պատվաստվելը թե ոչ, եւ եթե նախկինում են թեժ շրջանում, որ արդեն մի անգամ օրինակ պատվաստվել են, հիմա պետք է յուրաքանչյուր տարի պատվաստվեն թե ոչ։ Տեսեք, վաղուց ի վեր մեզ մոտ պատվաստվելու պարտադիրություն չկա եւ որևէ հիվանդության դեմ, բայց իհարկե մասնագետները խորհուրդ են տալիս որոշակի ժամանակը մեկ ունենալ այդ բուստեր դեղաչափերը։ Պետք է ասեմ, որ մենք եւս ուսումնասիրում էինք կարիքը, ցանկությունները, որովհետեւ այստեղ էլ եթե գնում ենք իրականացնում, պիտի հասկանանք նաեւ դրա արդյունավետությունը ինչքանով է։ Մեր եզրակացությունով այսօր շրջանառվող շտամը, օմիկրոն շտամը բավական այսպես
թեթև է ընթանում սովորական գրիպին բնորոշ ախտանշաններով, բայց պետք է իհարկե աչալուրջ լինել եւ ցանկացած ախտանշանների պարագայում, անկախ դրանից դա կլինի կովիդից թե սուրճ շնչական այլ վարակների պարագայում, պետք է շատ ուշադիր լինել, հետևել բժիշկների խորհուրդներին եւ փորձել նաեւ կանխարգելիչ առումով դիմակ կրել, ձեռքերը հաճախ լվանալ։ Գրիպի պատվաստանյութի մասով ասեմ, որ մեր մոբիլ ծառայությունը բավական լավ արդյունք է տալիս եւ մենք այս տարի առաջին անգամ սեպտեմբերին արդեն ունեինք գրիպի պատվաստանյութերը եւ արդեն իսկ մեծ թվով քաղաքացիներ պատվաստվել են, եւս մեկ անգամ հորդորում եմ, ինչքան շուտ պատվաստվենք, այնքան ավելի պաշտպանված կլինենք։ Իսկ նախարարությունը հորդորում է կամ կոչանում է գնալ եւ COVID-ի դեմ պատվաստվել, մամուլում այդպիսի հրապարակումներ կային։ Չկա նման հորդոր չի եղել, ես եթե չեմ սխալվում, այս պահին մենք չունենք էլ չենք ձեռք բերել պատվաստանյութ, որովհետեւ նորից եմ կրկնում, նաեւ դա նայում ենք միջազգային գիտական հոդվածների, ինչքանով է ծախս արդյունավետ այս առումով, դրա համար նման հորդոր չի եղել։ Տիկին Ավանեսյան, երբ նախորդ Կիրակի ձեզ տեսանք Գներք մի հատ էլ դա մեզ ոլորտի հետ կապված նոր անցնենք այլ։ Բա ժողովուրդ, այս կարևոր հարցից հարց չեք տալիս բյուջեի մեր։ Կանդրադառնանք։ Կան նախադեպ եւ պատմական մենք ֆիքսեցինք։ Իսկ կա արդյոք այլ վիրուս Հայաստանում թե ոչ, որ ինչ որ կոկորդի հետ կապված խնդիր է առաջացնում, քիթ կոկորտ ականջաբաններից մեկն էր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել, որ սա նոր վիրուս է, որը տարածվում է։ Տեսեք, նախ սուրճ շնչական վարակները ունենում են տարբեր ձևեր եւ այս առումով մենք մոնիտորինգ իրականացնում ենք թե բժշկական կենտրոններում թոքաբորբով օրինակ դեպքերի պատճառներն ենք ուսումնասիրում, դետքային հետազոտություններ ենք անում եւ այս պահին որևէ ինչ-որ անհանգստացնող կամ սովորական վիրուսային գրիպներից բացի այլ շնչական վարակների մասով պատկեր չունենք։ Եթե ունենանք, վստահ եղեք, առաջինը մենք շատ արագ կհրապարակենք եւ այդ ընկալումը կա, որ ամեն տարի ասում ենք, այս տարվա գրիպը շատ ավելի ծանր է եւ հենց դա է, որ այո, վիրուսներն էլ դառնում են շատ ավելի անընկալունակ դեղամիջոցների եւ այլ բաների նկատմամբ, դրա ամենակարևորը պատվաստվելն է, որովհետեւ ամեն տարվա պատվաստանյութը հենց կոնկրետ տարվա շտամերի դեմ է պայքարում։ Ես իմ հարցը վերադառնամ, տիկին նախարար, վերջին Կիրակի, նախորդ Կիրակի, որ դուք մասնակցում եք պատարագին, կրկին համացանցով ակտիվ շրջանառվում էր այն տեղեկությունը կամ հիշեցնում էին հերթական անգամ, որ դուք առաքելական եկեղեցու հետևորդ չեք, ձեր ամուսնու գործոնն էին շրջանառում, որ ավետարան